Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կոնֆլիկտը քաղաքական առումով լուծված է, բայց սոցիալ-հոգեբանական առումով շարունակվում է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Օրբելի կենտրոնում կառուցելով խաղաղություն ու բազմակողմանի համագործակցություն ֆորումում։ Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պատվիրակությունը ռազմական ոստիկանության պետ գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանի գլխավորությամբ պաշտոնական այցով գտնվել է Վրաստանում, որտեղ հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության դեպարտամենտի պետ գեներալ-մայոր Շալվա Շենգելիայի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության զարգացման, գործի փոխանակման ու գործընկերային հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները։ Մոսկվան եւ Պեկինը կշարունակեն ցուցաբերել փոխադարձ աջակցություն Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Միշուստինը Չինաստանի պետխորհրդի նախագահ Լի Ցյանի հետ քննարկել է ռուս-չինական հարաբերությունների ընթացիկ վիճակն ու համագործակցության հեռանկարները, ապա կողմերը ստորագրել են մի շարք երկկողմ փաստաթղթեր։ Ռուսաստանը հարվածել է Օդեսայի քաղաքացիական էներգետիկայի եւ նավահանգստային ենթակառուցվածքներին, հայտնել է նահանգապետ Օլեգ Կիպերը։ Նրա խոսքով փրկարարները արագ մարել են հրդեհները, զոհեր